Արմ ռադիոյի լրատվականը շարունակում է աշխատանքն ուղիղ եթերում, ստուդիայում է Ժիրայր Ոսկանյանը, այսօր եթերում Տարոն Մարգարյանը, Երևանի նոր քաղաքապետի թեկնածու, Տիգրան Դավթյան, Հայաստանը իր ուրույն տեղը կգտնի համաշխարհային տնտեսական համակարգում, Պաշտպանության նախարարությունում հակասություններ չկան, Սեյրան Օհանյան, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար, ԱՄՆ պետդեպարտամենտ, մամուլը տեղի ունեցած եւ սպասելիք պաշտոնանկությունների մասին, այժմ այս մասին առավել մանրամասն։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրել փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ ՀՀԿ գործադիր մարմնի եւ խորհրդի նիստը նախագահել է ՀՀ նախագահ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը, ով քաղաքապետի պաշտոնում առաջադրել է Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ Հանրապետականները միաձայն եւ բուռն ծափահարություններով հաստատել են Տարոն Մարգարյանի թեկնածությունը։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամն անդրադարձավ տնտեսության իրական հատվածի վրա, ստիպելով որոշակի ճշգրտումներ իրականացնել վարվող քաղաքականության մեջ, իրողությանը adekvat արձագանքելու նպատակով։ Այս մասին է ասել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը։ Արդյունաբերության ոլորտում իրականացվող միջոցառումները Տիգրան Դավթյանը պայմանականորեն բաժանել է 3 մասի՝ կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ։ Անդրադառնալով կարճաժամկետ միջոցառումներին, էկոնոմիկայի նախարարը նշել է, որ նրանց հիմնական նպատակն էր դիմակայել ճգնաժամին օպերատիվ քայլերով կանխարգելելով ճգնաժամի սոցիալական եւ տնտեսական ազդեցության խորացումը։ Միջնաժամկետ միջոցառումները ըստ Դավթյանի կոչված են շարունակական բարեփոխումների, ներդրումների խթանման ու կառուցվածքային խնդիրների վերացման միջոցով ապահովելու նոր աշխատատեղեր եւ կայուն տնտեսական աճի հնարավոր նախապայմաններ։ Երկարաժամկետ միջոցառումներն ուղղված են դեպի ապագան, դեպի կառուցվածքային բարեփոխումներ եւ տնտեսության զարգացում, ասել է էկոնոմիկայի նախարարը, համոզմունք հայտնելով, որ Հայաստանն ունի այն բոլոր նախապայմանները, որոնց շնորհիվ մեր երկիրը կարող է ունենալ զարգացած արդյունաբերության եւ մրցակցային առավելություններ ունեցող դինամիկ եւ ժամանակակից տնտեսություն, որն իր ուրույն տեղը կգտնի համաշխարհային տնտեսական համակարգում։ Փոխնախարարների գործողություններում հակասություններ տեսնելը սուբյեկտիվ ընկալման արդյունք է, իսկ բանակի ղեկավարության մեջ պառակտում մտցնելու փորձերը դատապարտված են։ Անդրադառնալով մամուլում բանակի երկփեղկվածության եւ փոխնախարարներ Դավիթ Տոնոյանի ու Վլադիմիր Գասպարյանի հակադրության մասին լուրերին, ասել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ Իմ երկշաբաթի արձակուրդի ընթացքում դժբախտաբար զինված ուժերում տեղի ունեցած մի քանի արտակարգ պատահարներ, որոնք հասարակական դժգոհություն արթնացրեցին։ Եղան նաև բողոքի ակցիաներ, որոնց կազմակերպիչներին ընդունել է Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը։ Հանդիպման ժամանակ նա կարևորել է բանակի խնդիրները միասնական ջանքերով լուծելուն ուղղված հասարակական առողջ նախաձեռնությունները, անդրադարձել նաև հասարակական կազմակերպությունների դրամաշնորհային ծրագրերին, բարձր գնահատելով այն ծրագրերը, որոնք ուղղված են փորձագիտական ուսումնասիրություններով բանակաշինությանն աջակցել։ Բանակում չկա երկփեղկվածություն, գործում է ուղղահայաց հրամանատարական շղթա, որի բոլոր օղակները գիտակցում եւ կատարում են իրենց գործառույթները։ Բանակի ղեկավար կազմի մեջ հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի, վստահության եւ մարդկային բարձր հատկանիշների գերակայության հիման վրա, ասել է Սեյրան Օհանյանը։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը ընդունել է ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Ինգրիդ Վեստրատենենին եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան ներկայացուցիչ Ջաթինդեր Չիմային։ Հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության եւ վերոնշյալ կառույցների միջև համագործակցության ուղղությունները։ Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արմեն Երիցյանը նշել է, որ չափազանց կարևորում է գործակցությունը սեյսմիկ պաշտպանության ոլորտում, որի զարգացման համար գլոբալ մոտեցում է անհրաժեշտ։ Հայաստանը գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում եւ մեր դիտացանցը պիտի լինի լավագույնը։ Երկրաշարժեր այս տարածքում եղել են ու կլինեն եւ մենք պիտի պատրաստ լինենք դրանց դիմակայել, ասել է նա։ Օտարերկրյա հյուրերը եւս հավաստել են փոխգործակցելու իրենց պատրաստակամությունը, կարևորելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայություն գործակալությունը ներգրաված է միջազգային սեյսմոլոգիական ցանցի մեջ եւ մեծ ներուժ ունի։ Միայն հոկտեմբերին Լոռու մարզի Ագարագյուղում 4 անգամ հրդեհ է բռնկվել, բոլոր դեպքերում այն սկսվել է խոտի դեզերից։ Այստեղ գյուղացիները միտում են տեսնում, հուսալով, որ հետաքննությունը կպարզի, թե ով եւ ինչու է հրդեհում խոտի դեզերը։ Մինչ հրդեհի հաջորդ օրն ագարակցիներն օգնել են իրենց գյուղացուն չայրված խոտը տեղափոխել, բռնկվել է հաջորդ հրդեհ, ոչ հեռու սկսվել է վառվել հարևանի խոտի դեզը։ Լոռու մարզային հրդեհային տեսչության պետ Զավեն Ղևոնդյանը նշել է, որ տարվա այս ժամանակահատվածում հրդեհների նման քանակն արդեն իսկ անհանգստացնող է, եւ եթե առաջին դեպքը բացահայտվել է, եղել է երեխայի լուծկու հետ խաղալու արդյունք, ապա մյուս 3-ը, որ տեղի են ունեցել նախորդող շաբաթվա մեջ, դեռ հայտնի չէ, թե ինչ պատճառով են բռնկվել։ Եթե հաստատվի, որ դեզերը հրդեհվել են կանխամտածված, միտումնավոր, կհարուցվի քրեական գործ։
Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ֆիլիպ Գորդոնը։ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլև ողջ տարածաշրջանի համար, ասել է Գորդոնը, նշելով, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել այդ գործընթացին։ Անդրադառնալով թուրք-ամերիկյան հարաբերություններին, Ֆիլիպ Գորդոնն ասել է, որ Միացյալ Նահանգները չունի ավելի կարևոր գործընկեր, քան Թուրքիան է։ ԱՄՆ Պետքարտուղարն ընդգծել է, որ բոլոր այն հարցերը, որոնց շուրջ Վաշինգտոնի եւ Անկարայի միջև առկա են տարաձայնություններ, իրենք փորձում են լուծել անկեղծ երկխոսության միջոցով։ Հայաստանյան մամուլն այսօր գրում է իշխանությունում տեղի ունեցած եւ սպասվելիք կադրային փոփոխությունների մասին, մասնավորապես անդրադարձ է կատարվում 3 երեկոյան տեղի ունեցած ՀՀԿ նիստին։ Հրապարակը գրում է, որ 3 ՀՀԿ նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ մոտ օրերս պետք է կադրային փոփոխություններ կատարվեն ուժային կառույցներում։ Մասնավորապես ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին փոխարինելու է պաշտպանության փոխնախարար Վլադիմիր Գասպարյանը։ Լուրեր էին շրջում, որ Ալիկ Սարգսյանը նշանակվելու է Արմեն Գևորգյանի պաշտոնին, սակայն հետո ճշտվել է, որ Ալիկ Սերգեյիչին տանում են նախագահ Վիգեն Սարգսյանի Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ։ Թերթի փոխանցմամբ նիստում քննարկվել է նաև, թե ով է զբաղեցնելու Տարոն Մարգարյանի Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի աթոռը։ 3 տեխնացուների թվում են ՀՀԿ կանանց խորհրդի անդամ, հեկերի մասնագետ Նաիրա Նահապետյանը, մասնագիտությամբ փաստաբան, ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ենոկ Ազարյանը եւ Էրեբունու նախկին թաղապետ Մեհեր Սեթրակյանի փեսա Արման Մադաթյանը, որը մասնագիտությամբ իրավաբան է եւ վերջերս Մոսկվայում ասպիրանտուրա է ընդունվել։ Թե ում վրա է կանգնել ՀՀԿ ընտրությունը կպարզվի մոտ օրերս, գրում է թերթը։ ՀՀԿ գործադիր մարմինը որոշել է, որ Կարեն Կարապետյանի փոխարեն քաղաքապետ կդառնա Տարոն Մարգարյանը։ Այսքանով արդյոք կվերջանա կադրային տեղաշարժերը։ Կարծում ենք ոչ, գրում է թերթը։ Հայկական ժամանակն էլ նշում է, որ պաշտոնանկությունների շքերթը առաջիկայում կարող է հասնել պաշտպանության նախարարություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, հավելեմ, որ այսօր ԱՄՆ դոլարը միջինը գնվում է 377 դրամով, եվրոն 517-ով, օդի ջերմաստիճանն այժմ +11 է։ Քիչ անց կարող եք հետևել ԱՊՀ եւ արտերկրի նորություններին Աննա Ավագյանի մեկնաբանությամբ։ Կհանդիպենք։